Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նորան տապանն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կամո Աթայանի եւ նույն վարչության աշխատակից խմբագիր Արտուր Ղարաղազյանի հետ։ Ողջունում եմ պարոնայք Նորան տապանի տաղավարում։ Գիտության հանրամատչելիացումը բավականին լուրջ խնդիր է եւ պետք է նշել, որ ցավոք սրտի անկախ Հայաստանի գրեթե ողջ ընթացքում այս ուղղությամբ զբաղվող մարմին որպես այդպեսին չի եղել եւ այսօրվա մեր խոսակցության առիթը ձեր վարչության ստեղծման միամյակն է, փաստորեն մի տարի է, ինչ պետական որոշակի մարմին զբաղվելու է գիտության հանրամատչելիության հարցերով, ես դա հասկանում եմ եւ որպես երիտասարդության մեջ դեպի գիտությանը, տեխնոլոգիաներին, ինժեներությանը ներարկված սեր եւ սեր որպես ներարկված սեր հասարակական գիտություններին։ Նորանկախ Հայաստանում ցավոք սրտի այնպես ստացվեց, որ գիտությունը անընդհատ մղվեց ետին պլան եւ գիտության ֆինանսավորումը մեզ մոտ այնպիսի վիճակում էր, որ սովորաբար ըստ գրադացիայի այդ երկրներում գիտությունը բռնել էր մեռնելու ուղին։ Մեր գիտական հաջողությունները հիմնականում հրապարակումները տարբեր գիտական ամսագրերում այս տարիների ընթացքում արվում էին դեռ խորհրդային միությունում գիտնական դարձած մարդկանց հիման վրա, որոնց թիվը աստիճանաբար բնականաբար նվազում է, նրանց տարիքային շեմը բարձրանում է եւ ցավոք սրտի նոր գիտական կադրեր բավարար չափով Հայաստանի Հանրապետությունը չէր պատրաստում։ Այ ինչ է պատրաստվում անել, ինչ է արել ձեր վարչությունը այս մեկ տարվա ընթացքում, ինչ է պատրաստվում անել, ինչ գաղափարներ կան, որպեսզի ուրեմն այդ գիտության հանրամատչելիացման հետ կապված հարցերը բերվեն անհրաժեշտ մակարդակի վրա։ Խնդրեմ պարոն Աթայան, սկսենք ձեզնից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ճիշտ նկատեցիք, այո, մենք անցում կատարեցինք խորհրդային եւ իրականությունից եւ նաեւ գիտությունից, նոր անկախ Հայաստան, նոր պայմաններ, նոր մոտեցումներ, բայց գիտության հանրամատչելիացման խնդիրը իրոք մի տեսակ մոռացվել էր եւ ընդհանրապես ես պետք է նկատեմ, որ աշխարհում էլ առանձնապես այդպես մեծ ուշադրություն, եթե ասենք ընդգծված ուշադրություն կար, եկավ մի փուլ, երբ որ մարդիկ նկատեցին, որ հիմնարար ուղղությունների նկատմամբ նոր սերնդի վերաբերմունքը հետաքրքրությունները սկսել են նվազել։ Եթե հետաքրքրությունները սկսել են նվազել, դա նշանակում է նա իր հետագա կյանքը չի կապելու այդ ուղղությունների հետ։ Եվ այստեղ առաջացավ պահանջ, պետք է նորից այնպես անել, որ բնական գիտությունների, մաթեմատիկայի, տեխնիկական, ինչու ոչ, նաև հումանիտար ուղղությունների նկատմամբ հենց դպրոցական նստարանից երեխաների մոտ սեր առաջացնեն, հետաքրքրասիրություն առաջացնեն։ Բազմապիսի հնարավորություններ, ձևեր, մեթոդներ կան, հաղորդումներից սկսած գիտահանրամատչելի բնույթի, հենց նույն խորհրդային տարիներից մենք բոլորս հիշում ենք, ասենք Կապիցայի շատ հայտնի հաղորդումը, որը հեռուստատեսությամբ էր հեռարձակվում, կային շատ հետաքրքիր, ինչու ոչ, հենց մեր գիտություն եւ տեխնիկա, ասենք հանդեսը, որը այդպիսի առաքելությունների իր վրա վերցրել, փորձեցինք ինչ որ մի բան անել, ասենք բնագետ հանդես ստեղծվեց, որը գիտամեթոդական եւ գիտահանրամատչելի էր։ Մի քանի տարի դրանից անց խոսքս 1998 թվականի մասին է, ստեղծվեց գիտության աշխարհում, հենց գիտությունների ազգային ակադեմիան այդպիսի հանդես ստեղծեց։
բայց կառույց, որը պետք է զբաղվեր, չկար, եւ մի տարի առաջ ընդամենը այդ կառույցը ստեղծվեց, անվանումը գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչություն, մենք ունենք 5 աշխատակից եւ մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության բոլոր խավերի մոտ գիտության վարկանիշը մենք փորձենք անհրաժեշտ բարձրության վրա պահել։ Ընդհանրապես այդ հանրամատչելիացում կոչվող եզրույթը, որ մենք օգտագործում ենք, ամեն մարդ յուրովի է պատկերացնում։ Օրինակ կա գիտնական, որը իր ստեղծած գիտությունը չի կարող հանրամատչելի ձևով ներկայացնի։ Մի ուրիշը պետք է իր ստեղծած գիտությունը հանրամատչելի ձևով ներկայացնի։ Այդպիսի օրինակներ շատ կան, միգուցե զրույցի ընթացքում կոնկրետանանք։ Իմ կարծիքով հանրամատչելիացումը ինքը ոչ միայն գիտությանը խորը տիրապետելն է, այլ նաև բառամթերքը, որը օգտագործում տվյալ հանրամատչելիացնողը, զրույցի ներկայացնելու կարողությունը, հայմատություններ, պատմական ինչ-որ հետարքիր փաստեր, իրադրություններ օգտագործել իր խոսակցականի մեջ։ Այս բոլորի արդյունքում ստացվում է հետարքիր ինչ-որ մի հոդված, ինչ-որ մի գիրք, ինչ-որ մի հաղորդում, որով լսարանը կլանվում է։ Եթե լսարանը կլանվում է, դա նշանակում է արդեն իրեն հետարքրեց եւ ինքնուրույն էլ կարող է արդեն այդ թեման իր համար բացահայտի։ Իհարկե այստեղ մեր աշխատանքի կարևորագույն ուղղությունները, եթե ես ցանկանամ նշել, ամենամեծ լսարանը դա հանրակրթության լսարանն է։ Այսինքն աշակերտությունը, աշակերտության հետ, սովորողների հետ, մանկապարտեզից սկսած պետք է մենք կարողանանք լուրջ քայլեր իրականացնել, որովհետև ամեն ինչի հիմքը դրում է դպրոցում եւ դպրոցում պետք է հետաքրքրությունը բոլոր ուղղությունների նկատմամբ սերմանվի։ Մենք փորձ ենք անում հիմա դպրոցներում նույնիսկ այդպիսի օղակ աշակերտական գիտատեխնիկական ընկերություն ստեղծելու ուղղությամբ, որը ընդհանրապես նոր բան չի, աշխարհում ընդունված է, բայց մի քիչ համակարգային ձևով մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում այդ գործընթացը իրականացնել։ Երկրորդ մեծ հայմատաբար մեծ այդպես լսարանը դա ուսանողությունն է, որոնց հետ մենք պետք է այդ աշխատանքը կարողանանք կատարել։ Ուսանողական գիտական ընկերությունները լայնորեն հայտնի են աշխարհում, բոլոր բոհերում ստեղծվում են եւ աշխատում են այդ ընկերությունները։ Օրինակ այս տարի մենք փորձ ենք անելու, արդեն նախանշված է դա, ուսանողական գիտական աշխատանքների շաբաթ կազմակերպել Հայաստանում երկու փուլով։ Մեկը ներբուհական փուլի արդյունքներով վեր կհանվեն այն աշխատանքները, որոնք առաջնային են, որոնք հաղթող են եղել բուհերում, եւ երկրորդը ողջ հանրապետության մասշտաբով արդեն կազմակերպենք հանրապետական փուլ, ըստ ուղղությունների հաղթող աշխատանքները կներկայացվեն եւ հանրապետական փուլի հաղթողները կերևան։ Այդ գործընթացը մենք ուզում ենք այս տարի կազմակերպել, հեշտ չի, բայց կփորձենք դա իրականացնել, մանավանդ բուհերի մի մասը այդ գործընթացով նրա առաջի փուլով հատկապես միշտ էլ զբաղվել է եւ շարունակում է զբաղվել։ Մյուս մեծ լսարանը բնականաբար հանրության տարբեր շերտերն են, որոնց հետ տարբեր ձևերով կարելի է աշխատել, մասնավորապես տարատեսակ հաղորդումներ, հետաքրքիր զեկույցներ, այդ YouTube-յան ալիքներ, ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից բոլորից օգտվել պարզապես, որը նորից կրկնում եմ փորձում ենք մենք իրականացնել։ Այսինքն, եթե մի նախադասությամբ ես փորձեմ ընդհանրացնել, այո, մեր գերնպատակը ինչպես նոր ստեղծվող գիտելիքը հանրամատչելի դարձնել եւ հանրայնացնելն է, այնպես էլ եղած գիտելիքը հանրամատչելի ձևով սովորող երիտասարդություն դպրոցից սկսած մատուցելն է։ Ամեն մի երեխա դպրոցից սկսած Նյուտոնի օրենքները պետք է իր համար հայտնագործություն համարի։
Ֆարադեի էլեկտրամագնիսականության այդ բաները, մակածման երևույթները եւ այլ պետք է ինքը իր համար հայտնագործի։ Եթե ինքը այդ ներաշխարի այդ իրականության մեջ չի ընկալվում, դժվար թե հետարքրություններ սերմանվի այլ ճանապարհներով։ Միանգամայն իրավացի եք, որ դա որոշակի տարիքում, որոշակի հնարավորություններ, բայց ինձ մոտ էսպիսի հարց է առաջանում։ Մենք տեղյակ ենք տարբեր աղբյուրներից, որ Հայաստանի պետության կողմից գիտության ֆինանսավորման մակարդակը շատ ցածր է։ Դա հետևանքները նա են, որ գիտության մարդ դառնալու ձգտումը որևէ ձևով տնտեսապես Հայաստանում բանարած չի, էլի, մոտիվավորված չի։ Այսինքն, եթե մարդը սիրում է գիտությունը, երեխան սիրում է գիտությունը, ուսանողը սիրում է գիտությունը, լավագույն դեպքում այդ մարդը Հայաստանում կարողանում է արտասահմանյան գրանտներ գտնել իր ուսումնասիրությունների համար, վատագույն դեպքում պարզապես արտագաղթում է Հայաստանից։ Եվ արդյոք նման ցածր ֆինանսավորման պարագայում ձեր աշխատանքը արդյունավետ կլինի, սա մեկ, եւ երկրորդը, չէ՞ որ ձեր աշխատանքը կազմակերպելու համար եւս որոշակի ֆինանսավորումներ են պետք, այդ հաղորդումները, որ դուք ասեցիք, հրատարակումները, հանդեսները, այսինքն մարդկանց հասնելու, նույնիսկ YouTube-յան ալիքները, իրենք որոշակի ռեսուրսներ են պահանջում ֆինանսական։ Արդյոք մեր պետությունը պատրաստ է դրա վրա որոշակի ֆինանսական ռեսուրսներ հատկացնել։ Սկսեմ երկրորդ հատվածից, Գիտությունների ազգային ակադեմիայում այդ օղակը երբ որ ստեղծվեց, բնականաբար այնտեղ ներգրավված աշխատողները որպես նախագահության աշխատակիցներ վարձատրվում են, բացի դրանից այս տարի հենց ակադեմիայի ղեկավարությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը տարվա սկզբին ձեռնմուխ եղան որոշակի ֆինանսական միջոցների փնտրտուքին, որով մենք կարող ենք մոտորապես 20-21 հայմատաբար խոշոր միջոցառումներ, այդ թվում նաև քիչ առաջվա իմ թվարկածների մի մասը իրականացնել։ Եվ կարծում եմ հաջողության հասնելու ենք։ Իհարկե այդ ամբողջը շատ ցանկալի է, որ դրվի պետական ռելսերի վրա։ Ձեր ասած, եթե գիտության ֆինանսավորման մեջ որոշակի դրական միտումներ նկատվի, կարծում եմ կնկատվի նաև վերոնշյալ ուղղության։ Ինչ որ բաներ դրամաշնորհների եւ բանի վերաբերյալ ընդհանրապես գիտական աշխատողների վարձատրության համակարգի հետ կապված վերջին շրջանում նկատելի է այդ փոփոխությունները, բոլորս էլ գիտենք, որ դա բավարար չի եւ այդ ուղղությամբ հարկավոր է լուրջ աշխարհում առաջատարները, Իսրայելը, ասենք, Հարավային Կորեան, մենք շատ հեռու ենք իրար։ Հասկանալի է, շնորհակալություն։ Պարոն Ղազարյուզյան, ես տեղյակ եմ, որ դուք այդ վարչության մեջ այսպես հանրային կապերի պատասխանատուն եք եւ նաեւ ձեր գործունեության արդյունքում պիտի շատերը իմանան եւ վարչության աշխատանքի հետ կապված եւ նաեւ նույն հանրամատչելիացման որոշակի գործընթացներ պիտի լինի։ Ինչպես եք դուք պատկերացնում այդ աշխատանքը, ինչ ծրագրեր ունեք, ինչպես եք շարժվելու առաջապագայում։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, միանգամից ասեմ, որ այդ առումով առաջի նաև իմ գոհունակությունը հայտնեմ Նոյանտապան հեռուստաընկերությանը, որ այս մեր հաղորդումը նույնպես միտված է այդ խնդիրների հանրայնացմանը եւ կարծում եմ, որ սա եզակետի ձեռնարկ չի լինի, միայնակ չի լինի եւ անմիջապես կցանկանայի եթերից կոչ անել իմ գործընկերներին, լրատվական դաշտի բոլոր գործընկերներին, ովքեր հետաքրքրված են գիտության եւ հատկապես հանրամատչելիացված գիտության հանրայնացման խնդիրներով, որովհետև խիստ գիտական նյութերը, հոդվածները, գրքերը, հաղորդումները, դրանք ավելի շատ միտված են գիտական լսարանին։ Մեր խնդիրն է
նախ բացատրել, թե ինչ է հանրամատչելիացված գիտությունը, երևույթը։ Հետո այդ հանրամատչելիացված գիտությունը արդեն հանրայնացնելու խնդիրը։ Այս ընթացքում մի քանի ամսվա ընթացքում, որ ես աշխատում եմ վարչությունում, մենք բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ ենք արել գիտական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների, ակադեմիկոսների, դոկտորների, մասնագետների հետ եւ ֆիզիկայի եւ քիմիայի եւ հասարակագիտական գիտությունների ակադեմիկոս քարտուղարներից մինչեւ բուհերի դասախոսներ։ Որոշ հարցազրույցներ նաեւ տեսա նյութեր հրապարակվել են, այժմ Դուք կայք ունեք կամ պատրաստվում եք Չէ, այլ կայքերի, ինչպես հիմա մեր ձեր հյուրն ենք, այդպես եղել ենք նաև այլ կայքերից մեկի հյուրը, առավոտ օրաթերթում շարք ենք հրապարակել հոդվածների հարցազրույցների, այժմ գրեթե տպարանային վիճակ է հասցված ժողովածուն այս մեկ տարվա ընթացքում կազմակերպված որոշ գիտաժողովներից հնչած ելույթների, հոդվածների, դա էլ հանրամատչելիացման, հանրայնացման ձևերից մեկն է եւ միանգամից ասեմ, որ նախորդ համակարգում կամ հասարակարգում շատ մեծ ուշադրության էր արժանանում եւ գիտահանրամատչելիացումը եւ այդ գիտահանրամատչելիացված նյութի հանրայնացման խնդիրը պարոն Աթայանը մի քանի օրինակներ նշեց այն ժամանակ հրատարակվում էին հանրամատչելի, հատկապես հանրամատչելի հանդեսներ, թողարկվում էին բազմաթիվ հեռուստահաղորդումներ, մասնագիտական, մաթեմատիկայի, դասվարության ժամեր էին հեռուստատեսություններում անում, երբ ուսուցիչը աշակերտների հետ միասին դասեր անցկացնում եւ մատչելի ձևով բացատրում էր գիտության կարեւորությունը։ Ասեմ, որ 2000 թվականներից պարոն Աթայանը նշեց բնագետ հանդեսն է հրատարակվել, ես ինքս հիմնադրել եմ կառավարում հանդեսը, որը 10 տարվա կյանք ունեցավ եւ գիտահանրամատչելի հանդես էր հանրապետության լավագույն գիտնականների խմբագրական խորհրդի կազմով։ Մեր հիմնական խնդիրը դպրոցական տարիքից երևի թե նույնիսկ մանկապարտեզից երեխաների մեջ ամրագրելն է գիտության նկատմամբ հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը եւ դրա համար ժամանակին հրատարակվում էին գրքեր, հանրամատչելի, հետաքրքրաշարժ ֆիզիկա, հետաքրքրաշարժ մաթեմատիկա, պարոն Աթայանն ասեց Պելերմանի գիրքը, ես հիշում եմ մեր Լևոն Հաղվերդյանի հետաքրքիր հայոց լեզուն, որը պարզապես շատ շատերը հենց դպրոցական տարիքում կլանում էին, պարզապես կլանում էին։ Այսօր մի տեսակ վակուում է առաջացել եւ կարծում եմ, որ վարչության խնդիրը հենց այդ վակուումը լցնելն է։ Ես հաջորդ հարց ուզում եմ երկուսիդ ուղղել։ Խնդիրը հետեւյալն է, որ այս գիտության հանրամատչելիացման խնդիրը ընդհանուր առմամբ ինքնանպատակ չի։ Դա խնդիր է, որպեսզի երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրությունը առաջանա, դրանից հետո երիտասարդը ընտրի գիտությունը, գնա սովորի, հետո դառնա գիտնական, հետո դառնա դրանով նպաստի երկրի գիտատեխնիկական հզորության աճմանը եւ այլն։ Արդյոք դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետությունում այս հարցը դիտում են այս համակարգի տեսանկյունից, այսինքն կա շահագրգռվածություն, որ այս ամբողջը աշխատացնեն, որպեսզի հետագայում մի 10 տարի, 15 տարի հետո մարդ ուրեմն երկրում լինեն բավականաչափ հմուտ մասնագետներ, որոնք կարող են ապահովել երկրի անվտանգությունը, ապահովել երկրի մրցունակությունը տարբեր բնակավարներում, պարոն Աթայան։ Ընդհանրապես գիտությունը եւ կրթությունը պետության եւ ազգային անվտանգության կարևորագույն հենասյուներն են եւ այն պետությունը, որը հենց դպրոցից չի ցանկանում հետաքրքրասիրություն դեպի գիտություն, հատկապես բնագիտական, մաթեմատիկական, տեխնիկական, տեխնոլոգիական ուղղությունները նա ապագա չի ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է եւ դա մենք վաղուց գիտենք։ Մեր գիտենալը եւ մեր արած քայլերը ներդաշնակ չեն, բայց պետք է նկատեմ, որ
մեր որոշ դպրոցներ, թեկումով դպրոցներ, մենք ունեինք պետհամալսարանինքից ֆիզմատ դպրոցը, հետագայում ոչ պետական դպրոցներ ստեղծվեցին նշված ուղղություններով, նրանք իրոք կարողանում էին երեխաների մոտ այդ հետաքրքրությունը առաջացնել եւ որոնք էլ հետագայում մեր բուհերն էին, բայց կողմնորոշումը, մասնագիտական կողմնորոշման խնդիրը ընդհանուր մեր կրթական համակարգում, հատկապես հանրակրթության մեջ կաղում է, միանշանակ կաղում է։ Գիտեք, թնջուկ է սա հարցերի։ Քերին խորհուրդ կտա երեխան ինչ մասնագիտություն, ծնողները խորհուրդ կտան, փողոցից ընկերը կամ մյուսը, երեխան պետք է այդ կյանքով ինքն է ապրելու, ինքը պետք է ընտրի, ինքը որպեսզի ընտրի, պետք է մենք կարողանանք համապատասխան դաշտ ու միջավայր ստեղծենք։ Հենց այդ դաշտը եւ միջավայրը ստեղծելու գործընթացում կարծում եմ մենք կունենանք մեր տեղը եւ դերը։ Եվ իրոք օժտված երեխաների հետ էլ կստեղծվի համապատասխան աշխատանք տանելու համակարգ, որը ի վերջո այո կնպաստի այն գերագույն նպատակին, որը քիչ առաջ ես ասացի։ Գիտեք, վերջերս ես իմ ընկերոջ պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ Ռուսաստանում էի։ Երկրորդ տարին է մեզ հրավիրում են, այնտեղ մի միջոցառում է Ադգեյա, այդպիսի հանրապետություն կա, այնտեղ կա գեղեցիկ համալսարան, այնտեղ կա շատ հետաքրքիր թիմ, որը գիտեք, այնպիսի գործեր է կատարել, որ Ադգեյան դարձել է մաթեմատիկական օլիմպիադաների, նշանավոր օլիմպիադաների կենտրոն եւ Կովկասյան օլիմպիադան արդեն 10-րդ այս տարի եղավ։ Ոչ միայն ինքը հավաքում է դրսից, այդ թվում նաեւ մոտորապես 14 արտասահմանյան երկրներից, բացի ռուսական ռեգիոններ, այդ թվում նաեւ Հայաստանն է մասնակցում, այլ ինքը արդեն իր երեխաներին այնպես է պատրաստում համապատասխան կրթական օղակներում, որ նրանք միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներին ոչ միայն մասնակցում են, այլ նաև հաղթում են։ Համակարգային մտածողություն, որի ստեղծման համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու։ Շնորհակալություն։ Ուրեմն ասեմ, որ իրապես կա մեդալի նաև երկրորդ կողմը, որ դուք նշեցիք կարևորության դիտարկումը պետության կամ իշխանությունների կողմից, բայց ասեմ, որ միայն պետության մոտեցումներով եւ ընկալումներով չի, որ պայմանավորված է գիտության կամ զարգացումը կամ հանրայնացումը։ Իհարկե մեծապես մեծ դեր ունի կարևորության դիտարկումը իշխանությունների կողմից, բայց պետք է նաև հանրությունը պատրաստ լինի եւ ցանկություն ունենա վերցնելու, ընկալելու, սպունգի նման ներքաշելու այն, ինչ որ առաջարկվում է։ Եթե չկա համապատասխան պահանջարկ, շատ դժվար է ձևավորել այն առաջարկը, որը որ այդ պահանջարկի կրողը չի ցանկանում վերցնել։ Երկրորդը, այսօր տեղեկատվական այս տեխնոլոգիաների եւ ամեն տարի այնպեսի թռիչքաձև զարգացումներ են ապրում այդ տեխնոլոգիաները, որ այս պայմաններում պետք է նաև ոչ միայն պետական կառույցները, այլև մասնավոր հատվածը դիտարկցի, որ գիտության հանրամատչելիացված գիտության մատուցումը, հանրայնացումը նպաստում է դրա կիրառելիությանը։ Այսինքն գիտության արդյունքը ի վերջո ինչի համար է գիտությունը, որպեսզի դա կիրառվի տնտեսության մեջ, գործնական կյանքում, արտադրության մեջ եւ այստեղ պետք է նաեւ ներդրումներ կատարի մասնավոր հատվածը։ Եվ ասեմ, որ եթե մենք բոլորս մտածենք, թե ինչպիսի վերաբերմունք կա մեր արած աշխատանքի նկատմամբ եւ դրանով պայմանավորենք մեր գործունեությունը, երևի թե շատ խնդիրներ կմնան իրենց տեղում։ Մենք պետք է կատարենք այն, ինչ որ մենք կարող ենք կատարել եւ կարող ենք կատարել լավ, ասացվածքն ասում է քարավանը գնում է իր ճանապարհը անկախ ամեն ինչից։ Եվ մյուս հանգամանքը ես անպայման կցանկանայի կարևորել ձեր եթերում Սփյուռքի դերը եւ Սփյուռքի հետ համագործակցությունն է, նույն հանրամատչելիացված գիտության հանրայնացումը Սփյուռքյան դաշտում, Սփյուռքի հայկական համայնքներում, Սփյուռքյան մեր հայկական դպրոցներում, թեկուզ կիրակնորյա դպրոցներում, որովհետև եթե մենք
որոշակի տոկոս, թեկուզ նվազագույն տոկոս այնտեղից հետաքրքրություն ստանանք եւ երեխաների մի մասը ցանկանան ուսանել Հայաստանում, գիտությամբ զբաղվել Հայաստանում, դա կհամարենք եւս նվաճում։ Շնորհակալություն պարոնակ հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի Գիտության հանրամատչելիության ու զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կամո Աթայանը եւ նույն վարչության աշխատակից խմբագիր Արտուր Արագյոզյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։